Մոսկվայի բնակ հայազգի բժիշկները պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի առողջապահության զարգացման գործում։ Նրանցից շատերն էլ դեռ անցած տարի ապրիլին Հայաստանի եւ Արցախի համար դժվար պահին մեկնեցին բժշկական օգնություն ցուցաբերելու հայ զինվորներին։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման եկած հայազգի բժիշկները Մոսկվայի եւ մերձմոսկովյան քաղաքների կենտրոնական հիվանդանոցների խոշոր բժշկական կլինիկաների գլխավոր բժիշկներ են եւ առաջատար մասնագետներ։ Բոլորը միանձայն համաձայն են եւ պատրաստականություն են ցույց տալիս բոլոր տեսակի առողջապահության հետ կապված հարցերում օգտակար լինել իրենց հայրենիքին։ Այս հանդիպման հրավիրյալներն էին ոչ միայն առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները, այլև Մոսկվայի հեղինակավոր բժշկական կրթական հաստատությունների հայ ուսանողները։ Ինչպես անել, որ երիտասարդ մասնագետները վերադառնան հայրենիք եւ իրենց ստացած գիտելիքները ծառայեցնեն հայ բժշկության զարգացման գործին։ Նախագահի հետ քննարկվող առանցքային հարցերից է։ Ցանկություն կա իհարկե վերադառնալ հայրենիք եւ գիտելիքներս ամբողջ ծավալով օգտագործել, որպեսզի ուժեմ եւ օգնեմ ազգին։ Բժշկի մասնագիտության համար ամենակարևորը փորձն է եւ մեր հայ ուսանողներն արդեն իսկ իրենց ավագների կողմից երկրի նախագահի ներկայությամբ արված գործնական առաջարկ ունեն։ Գլխավոր բժիշկները թե Հայաստանի, թե Ռուսաստանի, Մոսկվայի մեզ առաջարկեցին, եթե կարիք կա օգտվենք իրենց ծառայություններից, այսինքն հիվանդանոցներում հերթապահություններ, վիրաբուժությունների մասնակցել եւ ամեն ձև իրենք պատրաստ են մեզ օգնել։ Փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման եւ առողջապահության ոլորտում համագործակցության տարբեր ձևաչափերի շուրջ բժիշկներն իրենց առաջարկներն ու լուծումներն են ներկայացրել նախագահին։ Իդեպ հայ բժիշկները փորձում են նաեւ լուծումներ գտնել Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիների բուժ սպասարկման եւ բժշկական օգնության ցուցաբերման հարցում։ Սարա Օհանյան, Արտակ Ղևոնդյան, Օրակարգ, Մոսկվա։